Յուրս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն է, շնորհակալ եմ շատ որ ժամանակ եք գտել եկել եք։ Տիկին Ղազարյան, վաղաշաբաթուն քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակը ուղղակիորեն կապված է Գարեգին II կաթողիկոսի գահանկեց հանելու process-ի հետ։ Վստահաբար այո, սա շատ քաղաքական գործընթաց էր, ես նկատի ունեմ մեր քարոզարշավը շատ քաղաքական շեշտադրումներով էր հագեցած, պարոն Մեխակյանը հանդես էր գալիս ելույթներով, որոնք լիին այն կարևոր շեշտադրումներով, որոնցով հանդես ենք գալի մենք նաև խմբակցությունը որպես խորհրդարանում, եւ ես կարծում եմ, որ եզրափակիչ ելույթը, հատկապես թե ֆրակցիայի ղեկավարի ելույթը, թե ազգային ժողովի նախագահի ելույթը, իրենք այն կարևոր շեշտադրումներն ներկայացրել, որի հետևից մեր քաղաքացիները գնացել են եւ ես վստահ եմ, որ այն քվեն, որին մենք արժանացել ենք հատկապես վաղ շաբաթում, ի ցույց է դնում այն, որ այն օրակարգը, որն առաջ ենք բերել հիմա, որպես օրակարգային հարց, ունի քաղաքացիների լայն զանգվածի աջակցություն։ Ինչ կապ ունի ազգային եկեղեցին վաղաշաբաթ համայնքի ընտրությունների հետ։ Շատ ուղիղ կապ ունի, որովհետև ես կարծում եմ, որ ակնհայտ է, որ վաղաշաբաթում բնակվող մեր քաղաքացիները շատ ավելի լավ են տիրապետում մայր աթոռում տեղի ունեցողին, դա իհարկե լոկացիայով է բնականաբար կապված եւ նաեւ այն մարդկանց ներգրավվածությամբ, որոնց իրենք շատ ավելի հաճախ են տեսնում, որոնց մասին պատմությունների համար իրենց պետք չի քաղաքական ղեկավարության հաստատումը, իրենց աչքի առաջ է։ Եվ գիտեք, երբեմն ես զգում եմ, որ այսպեսի ինչ-որ միստիկ բան է տրվում այրաթոռի շուրջ տեղի ունեցածին կամ ունեցողին, բայց մեր քաղաքացիները շատ լավ տիրապետում են իրավիճակին, որևէ, գիտեք, ես իմ պաշտոնական էլեկտրոնային հասցեին ստանում եմ նամակներ, որտեղ շատ մանրամասն նկարագրվում է որոշ հոգևորականների կյանք, իրենց հետ առնչվող մարդկանց վերաբերյալ տեղեկատվություն։ Բայց ինչ կապ ունի վաղաշաբաթի համայնքային ընտրությունը, որովհետև վաղաշաբաթցիների եւ խոշորացված համայնքի բնակիչների բարեկեցության հետ, ինչպես է սա կապվում հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ կապվող գործընթացների հետ, ու էական նշանակություն չունի, որ բանը գտնվում է վաղաշաբաթում, որովհետև այդ հայ առաքելական Սուրբ եկեղեցին ներկայացնում են նաև հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներին Լոս Անջելեսում, Նոր Զելանդիայում, պայմանական Շվեդիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Շատ լավ, ես կարծում եմ, որ ցանկացած ընտրություններ լինեն դա լոկալ մակարդակի, իրենք քաղաքական գործընթաց են ենթադրում, եւ մենք հստակ հանդես ենք գալի, այո, ուրեմն տարածքի բարեկարգման օրակարգով, դրբոցաշինության վերաբերյալ, մանկապարտեզների, հիվանդանոցների եւ այլն, բայց դա քաղաքական գործընթաց է։ Եվ մեր քաղաքացին քվե է տալիս նաեւ այն օրակարգին, որով մենք գնաց եւ քվե ենք ուզել։ Շատ կարեւոր է թե մենք մեր բնակիչների հետ վաղաշաբաթի ինչ օրակարգի շուրջ ենք խոսել, ինչ քաղաքական տեքստերով ենք հանդես եկել եւ ես համաձայն եմ պարոն Խուդատյանի հետ, որ հանդես եկավ այն հայտարարությամբ, որ սա թերևս ամենաքաղաքական ընտրություններն էին, որովհետև մենք մեր քաղաքացիներից ոչ միայն խնդրել ենք կառավարելու վաղաշաբաթի համար քվե, այլ նաև այն լայն օրակարգի, որը պատրաստում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սպասարկել նաև 26 թվականի ընտրությունից հետո։ Այսինքն դուք վաղաշաբաթի ընտրողներից խնդրել եք քվե, որ պիտի խնդրեիք համայն հայությունից, եւ եթե նրանք ասել են այո, մենք ընտրում ենք ձեզ, ավտոմատ ստացվում է, որ ամբողջ համայն հայությունը համաձայն է իշխանության հակաեկեղեցական գործունեության հետ։ Նախ մենք համայն հայությունից քվե չենք կարող խնդրել եւ ուզում եմ, որ մենք սկզբանե մեր խոսակցությունը կառուցենք պետության հիմքով, որովհետեւ մենք պետության հիմքով թույլ տվեք համահայկականությունը սղել, հասցնել Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետրի մեջ։ Վաղաշաբաթ ունի 68000 մի քիչ ավել ընտրող։ Հայաստանի Հանրապետությունն ունի 27 միլիոն բնակչություն։ Այդ քվեն մենք ուզելու ենք նաև խորհրդարանական ընտրություն, բայց այս ընտրությունները շատ կարևոր են, որովհետև Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո, որոնք այդքան դեմոնիզացվել էին։ Ով էր դեմոնիզացել։ Ընդդիմությունը։ Եթե կհիշեք, իսկ ո՞րը դեմոնիզացրել է քաղաքացիների դեմոնիզացիա։ Գիտեք, ես կարծում եմ, որ էս էլ ֆիքսենք էլի, շատ ներողություն եմ խնդրում, ձեր հիմնական ընդդիմախոսը ժողովուրդն է, թե ընդդիմությունը։ Մեր ընդդիմախոսը խորհրդանում
անդիմությունն է, մեր զրուցակիցը քաղաքացին։ Մեր զրուցակիցը քաղաքացին, որը ակնհայտորեն աջակցում է խաղաղության օրակարգի հաստատման գործընթացում մեզ։ Եվ դա ի ցույց է դնում նաև տարբեր տեղական ընտրություններով։ Եվ վաղ շաբաթում իրենք վերահաստատեցին այն, ինչը մենք պատրաստվում ենք առաջ մղել նաև համապետական մակարդակում։ Բայց եթե կհիշեք Գյումրիում, իդեպ Գյումրիի մասին էլ շատ կարևոր է, մենք Գյումրիում մեր նախորդ ցուցանիշից 120%-ով ավելի լավ ցուցանիշ ենք ցուցաբերել եւ ըստ էության մենք Գյումրիում հաղթել ենք քվեների քանակով եւ ամեն դուք հիշեք, որ Գյումրիում իշխանություն ձևավորվել է ուրեմն կոալիցիոն իշխանության ձևով, որը կոչվում է ոչ կոալիցիոն, իմ համար սա ապա քաղաքական ինչ որ հասկացողություն է։ Բայց դա օրենքի խախտում չէ, չէ՞։ Դա օրենքի խախտում չէ, բայց քաղաքական առումով սա նոնսենս է։ Այսինքն ասում ես ես քո հետ կոալիցիա չեմ կազմում, բայց քեզ ընտրում եմ։ Դե մենք գիտենք Գյումրիում ինչ է տեղի ունենում Մարտուն Գրիգորյանի եւ արդեն իսկ ոչ գործող Վարդան Ղուկասյանի միջև, բայց այլ մի կողմ դնենք տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման գործընթացը նույնպես քաղաքական գործընթաց է։ Եվ երբ որ մենք բարձվում ենք ինչ որ ընտրություններում, օրինակ նույն Փարաքյարում անդիմությունը շատ հաճույքով սա ներկայացում էր որպես մեր քաղաքական օրակարգի տապալում։ Դե ուրեմն թույլ տվեք մեզ արձանագրել, որ վաղ շաբաթում ամենասուր օրակարգերը, որոնք մենք առաջ ենք մղում, ստացել են քաղաքացիների աջակցությունը։ Ես չեմ հավատում, որ որևէ քաղաքական գործընթաց, որին մասնակից է դառնում ժողովուրդը մեզ քվե տալով, կարելի է ասել, որ սա չգիտեմ, լույսի, գազի, հոսանքի հարց է։ Ոչ։ Վաղաշաբաթում Կարագին երկրորդի կամ Կատրիշ Ներսյանը ինչպես իշխանությունն է մահաբանում վերջինիս։ Դուք ստացել եք հայտ քաղաքացիներից զբաղվել նրա գահանկեցության գործընթացով, դրա համար եք ներառել իբրև քաղաքական ծրագրի մեջ։ Դա եւս որպես գրավոր քաղաքական ծրագրի մաս չէ բնականաբար, բայց սա ռետորաբանության մաս է, որը մենք առաջ ենք տանում ամբողջ խմբակցությամբ եւ կուսակցությամբ, բայց այս օրակարգը ունի հանրային աջակցություն, սա ակնհայտ է ամբողջ Հայաստանում։ Որտեղ։ Ամբողջ Հայաստանում։ Հարցումներ կան, տվյալներ կան, վիճակագրություն կա։ Ամբողջ Հայաստանում սա ի ցույց է դրվում նաև եւ ի ցույց կդրվի ապագայում տարբեր եկեղեցիներում ժողովրդի եւ թեմի առաջնորդների մասնակցությամբ։ Մեր Հայաստանի Հանրապետության Դուք տեսել քաղաքացիների։ եք լուսանկարները այդ եկեղեցիներում, որտեղ տեղի ունենում պատարակները։ Իհարկե տեսել ենք։ Ինչպիսի աջակցության Եվ մասին է նույն ձև խոսքը։ տեսել ենք նաև Էջմիածնում տեղի ունեցող պատարակի մասնակցությունը։ Գիտեք, սա մի քաղաքական օրակարգ է, որը հստակորեն ունի մեր քաղաքացիների աջակցությունը, որովհետև կտրիչն է։ Ինչպես Տիկին Ղազյան։ Մենք միայն եկեղեցի չենք գնում, չէ՞, մենք այցելում ենք բակեր, համայնքներ, դա չհաշվելի տվյալ է։ Ճիշտ եք ասում, հաշվելին տեղի կունենա նաև խորհրդանական ընտրություններով, բայց նույն ձևի անհաշվելի է դիմադրությունը, որը ենթադրաբար դուք նկատի ունեք։ Որևէ դիմադրություն այս օրակարգին չկա։ Ես ես ասում, անծանոթ մարդիկ իմ էլեկտրոնային հասցեին, հա։ Ես չեմ ասում, որ դիմադրություն կա։ Ես ասում եմ, այն թեզ օրակարգը, որ դուք առաջ եք մղում, որ սա ունի լայն հանրային աջակցություն, ապացուցված չէ որևէ տվյալով։ Դա ապացուցվում է 5 տարին մեկ խորհրդանական ընտրություններով կամ ապացուցվում է ուրիշ ձևով։ Եթե չկան սահմանադրորեն մեխանիզմներ, դրանք չկան օրինակ ընտրություններ, փողոցային պայքարով, բայց նաև փողոցային պայքար չկա, ճիշտ է։ Չկա ի աջակցություն։ Փողոցային պայքար վաղուց չկա, հավանաբար հանրային տրամադրությունները հաշվի առնելով, որտեղ այդ նույն հաջողությամբ այնպես չէ որ լայն հասարակությունը բազմաթիվ թեզային եւ օրակարգերին իշխանության եւս աջակցում է։ Մարդիկ պարզապես լռում են, որտեղ սա կոչվում է հետպատերազմական տրավմա։ Չէ, ես համաձայն չեմ, կան հարցումներ եւ դա ես նկատի ունեմ Արայայի վերջին 2 հարցումները, որտեղ մեր քաղաքացիները հստակորեն ոչ միայն աջակցում են խաղաղության օրակարգին, այլ մեր արտաքին տարվող քաղաքականությանը եւ դա 50-ից ավել աջակցություն։ Արայով 50 էր, դրան նախորդողը 58%։ Ֆանտաստիկ։ Դե մյուս ցուցանիշն էլ եկեք մտաբերենք եկեղեցու աջակցության։ Շատ լավ, սա շատ հետաքրքիր խոսակցություն, ես գիտեմ, որ Հայաստանում դիտարկվում է այդ ըստ հարցումների, որ ամենավստահելի կառույցները եկեղեցին եւ բանակն են։ Շատ լավ, ստեղ ես ունեմ մի հարց։ Այդ դեպքում ինչպես է ստացվում, որ Բագրատ Սրբազանի, նույնիսկ Բագրատ Գալստանյանի ցույցերը խայտառակ ջախջախվեցին փողոցում։ Բայց առաջին ցույցը հավաքեց գրեթե 50,000 մարդ։ Եվ Ռոբերտ Քոչարյանը ունի մոտապես 250,000 ընտրող։ Ուր էին այդ մարդիկ։ Վազգեն Գալստանյանը չունի Հավաքող Վազգեն Գալստանյանն էր։ Ահա, եկեղեցու ներկայացուցիչ։ Հիմա եկեք թարգմանենք Արայայի հարցումը։ Ես վստահ եմ, որ այստեղ խոսքը գնաց մանիպուլյացիա հարցը հնչել։ Եվ եթե ինչ որ մեկ ինձ հարցնի արդյոք ես վստահություն ունեմ եկեղեցու նկատմամբ, եկեղեցու որպես հավատքի աղոթատեղի, այո,
Բայց եթե հարցը հնչեր արդյոք վստահություն է Կտրիչ Ներսիսյանի Արշակ Սրբազանի նկատմամբ, վստահաբար ոչ էր լինելու Շատ պատասխանը։ բարի։ Վաղը հիփոթետիկ իրականության ենք։ Վաղը Գարեգին երկրորդը հայտարարում է, որ ինքը հեռանում է պատվավոր հանգստի եւ նորոգվեց եկեղեցի։ Եկեղեցու ներսում բարեփոխումները եկեղեցու հարցն է։ Եկեղեցին, որն ունի համապատասխան խորհուրդ, այդ հարցը կլուծի, բայց որ Գարեգին Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա, դա փաստ է։ Տիկին Ղազարյան, այսինքն Բայց եկեղեցու նորոգումը Գարեգին երկրորդի հեռանալուց հետո թողնում եք եկեղեցուն, բայց նույն խորհրդին թույլ չեք տալիս, որ իրենք որոշեն Գարեգին երկրորդը հեռանա թե ոչ, տրամաբանությունը դա, այսինքն դուք կոնկրետ անձի ուղղված թիրախավորված շատ տարբեր սրբազանների մասին վերջին օրերին մեր քաղաքացին խոսում են, տեղեկատվություն է տարածվում տարբեր սրբազանների վերաբերյալ, ես կարծում եմ, սա եկեղեցին ինքը առաջին շահառուն է այս ռեֆորմի։ Շատ բարի, բայց ինքն էլ պիտի որոշի, չէ՞, ում նշանակի, ում հանի, ում Ես վստահ եմ, որ եկեղեցու ներսում կան արժանապատիվ նույն թեմի առաջնորդներ, եկեղեցին, բայց ես տեսնում եմ եկեղեցուն դիմադրություն, ես եկեղեցու ներսում որոշի Գարեգին երկրորդին ուզում է պահել, թե չի ուզում պահել։ Մենք որպես հոտի հետևորդներ, ես ինքս առաքելական եկեղեցու հետևորդ եմ, իմ երեխաները Դուք քաղաքական գործիչ եք, պատգամավոր, պետական պաշտոնյա։ Այդ ես եմ հասարակ հոտի հետևորդ։ Ես որպես երկու աղջիկների մայր, իմ ամիս առաջ կնքել եմ իմ աղջիկները եւ ես կարող եմ դա իմ իրավունքն է պահանջել, որպեսզի այն եկեղեցին, որի հետևորդն եմ ես, հետևի իր իսկ ընդունած որպես քաղաքական պաշտոնյա։ Չէ, որպես քաղաքացի։ Ժամ միայն 10:00-ից հետո եք պահանջում ուզում եմ հասկանալ, թե ազգային ժողովում եք Եթե որոշել ենք Չէ, ազգային ժողովում պահանջում եք, թե ոչ։ Ես հիմա կանդրադառնամ այս հարցին, եթե որոշել ենք այսպես զուտ իրավական տերմինաբանությամբ խոսել, ազգային ժողովի աշխատանքային օր կարգավորված չէ որևէ ձև։ Այսինքն ես չունեմ աշխատանքային հստակ ժամեր, իսկ օրինակ Կտրիչ Ներսիսյան ես խորհրդանից դիմել եմ որպես Կարորային մասնակցությունը աշխատանքային ժամ է թե ոչ։ Այո, եւ ես այդ ընթացքում ելույթ եք ունենում, ի պաշտոն եք ելույթ ունենում։ Եվ ի պաշտոնը ելույթ եմ ունեցել եւ խնդրել եմ Վեհափառին, դերևս նախորդ տարի առաջ դրան է կանրադառնանք, նախորդ տարի խնդրել եմ, որ երբ եկեղեցուց բռնի հեռացվել է եկեղեցու հետևորդ իր քաղաքական հայացքների համար, դա ստանա Վեհափառի կողմից արձագանք։ Մի տարի ես սպասել եմ, որ Վեհափառը արձագանքի մի բանի։ Կառավարությունից էլ հեռացվում են ես քաղաքական հայացքների համար։ Բայց դա շատ նոր նախ ես չգիտեմ ոչ մեկի։ Ես չգիտեմ որ ինչ որ մեկի կառավարությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցության սեփականությունն է։ Իհարկե ոչ։ Ինստիտուցիոնալ կառույց է, չէ՞։ Այո։ Եթե ինչ որ վարչության պետ ունի այլ քաղաքական հայացքների, ավտոմատ պիտի հեռանա կաբինետից։ Նախ ես ուզում եմ հիշեցնել, որ միայն սոցիալ նախարարությունը աշխատողների մեծ մասը ընդհանրապես մեր կուսակցությանը ոչ միայն չեն հարում, այլ նաև օրինակ դաշնակցական են, ունեն շատ սուր հայացք եւ պիտի հեռանա։ Չէ, բայց միջև օրս աշխատում է եւ հենց դրա համար էլ մենք իրականում շատ հաճախ քննադատվում ենք քաղաքացիների կողմից։ Ոչ պետության ներսում աշխատում են տարբեր կուսակցության ներկայացուցիչներ։ Եկեղեցում տարբեր հայացքներ չեն կարող լինել։ Բայց եկեղեցուց չի կարելի որևէ մեկին վռնդել իր քաղաքական որոշում կայացնողը այդ հիերարխիայում կաթողիկոսը չէ։ Այսինքն ինչ որ մեկը որ մտնում է աղոթելու։ Որոշում կայացնողը ով է, պետությունն է թե եկեղեցին։ Եկեղեցուց չի կարող, ես կարող եմ օգտվել։ Ով թույլ չի տալիս։ Աստվածաշունչը։ Կաթողիկոսը ընտրված կաթողիկոս է, չէ՞, որևէ մեկը չի վիճարկել, չէ՞, այդ ընտրությունը։ Եկեղեցին վիճարկել է ընտրությունը Տիկին Ղազարյան։ Ուրիշ բանի մասին է, ինձ, այսինքն ես չեմ կարող մտնել առաքելական եկեղեցի, որտեղ Վեհափառի պահանջը։ Դուք կարող եք մտնել, բայց նրան հեռացնելու իրավունք ձեզ ոչ մեկ չի տվել։ Բայց մենք իրավականորեն չենք դնում իր հեռացման հարցը։ Մենք որպես Վեհափառին վեհարանից հանելը Վեհարանը ազատելն է ինչ պահանջ է, որը գեներացվում է եկեղեցու ներսում, եւ մենք որպես եկեղեցու հետևորդներ աջակցում ենք այս օրակարգին։ Ով է առաջին անգամ խոսել խնդիրների մասին։ Նիկոլ Փաշինյանը թե ինչ որ եկեղեցական։ Ոչ, շատ եկեղեցական է, բացեք հարցազրույցներ նայեք։ Բացեք բազում հարցազրույցներ նայեք։ Ես հիմա չեմ ուզում որևէ մեկին առանձնացնել, բայց կարող եմ առանձին, չեմ ուզում իրան թիրախավորել։ Բայց այն մարդկանց չեմ ուզում կարգալույծ անեն հերթով այն քահանաներին, ովքեր մատուցում են պատարագ, այնպես ինչպես պատվիրակված է։ Ոչ, պատվիրակված է Աստվածաշնչով։ Այո, եւ ես դատապարտում եմ բոլոր այն քահանային կարգալույց թե ոչ։ Այո։ Ինստիտուցիոնալ կառույց է, չէ՞։ Եվ կարգալույց անել մեկին իր քաղաքական հայացքների համար, դա ապա քրիստոնեական է։ Իսկ աշխատանքից անել բոլոր նրանց, որոնք ունեն այլ քաղաքական հայացքներ կամ դուք։ Ես ասում եմ, մեր ամենաընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հայրը աշխատում է։
պետական Բայց Նիկոլ համակարգում։ Փաշինյանն էլ ասում է բոլոր նրանք, որոնք չեն համաձայնվի իմ Չէ, քաղաքական սա պոզիցիայի լրիվ հետ, ուրիշ է։ հենց հիմա կարող են կաբինետները Սա ազատել։ ուրիշ է։ Ինչու է ուրիշ։ Կառավարությունում կան որոշումներ, որոնք ենթադրում են պարտականությունների կատարում։ Ես չեմ կարող ինչ-որ մեկին, եթե իմ օգնականին Պարտականությունները հանձնական կատարում են, չան, բայց այլ քաղաքական Հայաստան ունի, պիտի հեռացվի։ չէ, չեն հեռացվում։ Ես դες ասում եմ, Աննա Գրիգորյանի հայրը աշխատում է կառավարությունում։ Էլինար Վարդանյանի քույրը աշխատում է ազգային ժողովի ապարատում։ Եվ այս անverջ կարող եմ թվարկել մարդկանց, ում բարեկամները անդիմադիր հայացքներ ունենալով աշխատում են սոցիալական հարցերի Շատ բարի, նախարարությունում։ հիասքանչ։ Կարագին երկրորդը գործակալ է, թե չէ օտարերկրյա հատուկ ծառայությունների։ Ես չեմ կարող միանշանակ արձագանքել, բայց ես կարող եմ ասել, որ առնվազն նա հակասահմանադրական կոչեր է անում, որոնք նույնական են այն կենտրոնների հայտարարությունների հետ, որոնք այլ պետությունների շահեր են սպասարկում։ Հակասահմանադրական է, Շրջափակեք բոլոր դատարանները, հակասահմանադրական է կոչ թե ոչ։ Ստոպ, չէ։ Ես ընդհանրապես հակասահմանադրականություն դարձել չեմ Այսինքն տեսնում։ Նիկոլ Փաշինյանի արգելափակեք բոլոր դատարանները հակասահմանադրական չէ, Գիտեք, հիմա բայց Գարեգին երկրորդի հայտարարությունները հակասահմանադրական։ Մենք 7 այո, անժամկետ պահանջել վարչապետի հրաժարական, այո, բանի տեղ չդնել ընտրությունների ինստիտուտը, այո, Միքայել Ահճապանյանի հեղաշրջման կոչից հետո չասել, որ չի կիսում այդ դիրքորոշումը, հակասահմանադրական է։ Չասել նշանակում է հակասահմանադրական վարք ձևակերպել։ Սատարել, ասեմ ինչու եմ ես այդպես ասում, որովհետև եւ որ Թալինում թեմի առաջնորդն ասաց, որ խաղաղության օրակարգի աջակցում է վարչապետի, ժամեր անց հայտարարություն եղավ, որ չի սատարում այդ հայտարարությունը, եւ ուրեմն թույլ տվեք ասել եւ պնդել, որ երբ որ վեհապարը նույն Կտրիչ Ներսիսյանը չի արձագանքում որևէ հայտարարությանը, ապա նա սատարում է։ Այդպիսին է իր գործը։ Ահա։ Օրենքով, սահմանադրությամբ, սահմանափակված, արգելված է ինչ որ բան ինչ սատարել կամ չսատարել Ես ասում այդ ինստիտուտը Կտրիչ Ներսիսյանը ամենից քաղաքացի է, չէ։ Ինչ։ Քաղաքացի է, չէ։ Այո, բայց իր պահանջը շատ լավ, այստեղ է շատ կարևոր բան կա։ Բոլոր այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր ցանկանում են առաջնորդել քաղաքական գործընթացներ, կարող են հանել իրենց վեղարները եւ մասնակցել գործընթացին Կտրիչ Ներսիսյանի անվանով։ Հիասքանչ, բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք ուզում են վերանորոգել եկեղեցին, թող գնան ընդունվեն ճեմարան, սովորեն, մտնեն եկեղեցի եւ փոխեն կաթողիկոսին, համաձայն չեք։ Օրինակ քաղաքացիական պայմանագիր ինչու ճեմարաններ չի ընդունվում։ Այդպիսի պահանջ որովհետև չկա, որովհետև պահանջը կա Գարեգին երկրորդին հանելու, բայց բանջեմանում սովորելու պահանջ չկա։ Դուք խառնում եք պետական ինստիտուտը, որը ունի սահմանադրությամբ օժտված լիազորություններ եւ պարտականություններ, եւ խառնում եք հայ առաքելական եկեղեցու, որը եւս ֆիքսված է սահմանադրության մեջ, որ պետությունը անջատ է եկեղեցուց։ Իսկ ինչու է պետությունը իրեմ կառավարության խառնում եկեղեցու գործերին, եթե սահմանադրության պես երկուսը անջատ է։ Նախ եւ առաջ եկեք արձանագրենք, որ եկեղեցին առաջինն է, որ մտել է քաղաքական գործընթացների մեջ։ Իդեմս Վազգեն Գալստանյանի, ով կարող էր հանել իր վեղարը, հանել խաչը։ Ես սառեցվել եմ, ինքնասառեցվել եմ։ Երբ ինչ որ քաղաքական process-ների մեջտեղում եւ մի օր չեմ հիշում, որ իր նույնի ասեց սառեցվել եմ։ Այսինքն ինքը խնդիրը արձանագրել է։ Պարոն Փաշինյանը գնա արձակուրդ, նոր զբաղվի եկեղեցով, կարող է այդպես անել։ Ոչ, որովհետեւ քրիստոնեական եկեղեցու հետևորդ լինելը արձակուրդային օրը չի ենթադրում։ Մենք ամեն օր եւ առանց որևէ իրոնիա եմ ասում, հետևում ենք հայ առաքելական եկեղեցու սովորույթների, ավանդույթներին եւ այլն։ Եվ ես կարծում եմ, որ սա աշխատանքային ժամեր չճանաչող գործընթաց է հավատքը։ Եվ երբ որ մենք ասում ենք եկեղեցին անջատ է պետությունից, ուզում եմ հիշեցնել, որ եկեղեցին առաջինն էր, որ անժամկետ հայտարարեց վարչապետի հրաժարականի պահանջը, մեկնարկեց փողոցային պայքար գլխավորեց Միքայել Ահճապահյանը, ինչի համար դատապարտված է հեղաշրջման կոչեր արեց մի քանի անգամ, եկեղեցին իր ամբողջ վերնախավով գուցե մի քանի բացառությամբ, բայց ամենուղղության կանխավարկած ամեն դեպքում չխախտենք։ Ինչի դատավճիռ կա Միքայել Ահճապահյանի եւ առհասարակ ինքն է արձանագրել, որ ինքը հեղաշրջման կոչ արել է։ Ինքը հետ չի կանգնում դրանից։ Ցավալի է։ Հիմա խնդիրը Գարեգին երկրորդն է, թե մնացած բոլոր սրբազաններն էլ իր հետ։ Բոլոր նրանք, ովքեր խախտել են այն իսկ կանոնները, որոնք իրենց համար են սահմանել։ Շատ լավ, եկեք կուսակրոնության հարցը դարձնենք եկեղեցու քննարկման առարկա, դեմ չեմ։ Թող իրենք նստեն եւ մտածեն, ասեն եկեք արձանագրենք, որ այո Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ եւ հետո արձանագրեն, որ այդ դրույթը փոփոխման ենթակա է։ Շատ լավ, թող հանրության հետ խոսեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ ամասնությունը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է։ Հայ առաքելական եկեղեցին ժողովրդավարական ինստիտուտ է։ Այս պահին ոչ։ Չէ, բայց առհասարակ ժողովրդավարական ինստիտուտ է, ըստ ձեզ։
Քրիստոնեությունը իմ համար ամենաժողովրդավարական կրոնն է, ամենը։ Քրիստոնեության հիմքում բոլոր այն ժողովրդավարական հիմունքներն են, որոնց ես առաջարկում եմ Կրոնագետները հետևել։ իհարկե ձեր հետ կվիճային երկար, կբանավիճային այդ Գուցե այլ թեմայի շուրջ, ժողովրդավար եկեղեցին հավատքներ կան, բայց հայ եկեղեցին քրիստոնե ժողովրդավարական չի որպես այդպեսի։ քրիստոնեությունը, ես դրա համար ոչ թե ասում եկեղեցին, ասում քրիստոնեության հիմքում, Քրիստոնեությունը եւս քրիստոնեության հիմքում իմ համար, ժողովրդավարությունն է։ այո, եւ խաղաղություն իդեպ։ Եվ իմ համար միջև օրս անհասկանալի է, ոնց կարող է հայ առաքելական եկեղեցու առաջնորդը չաջակցել խաղաղության օրակարգը, որովհետև քրիստոնեության հիմքում հենց խաղաղությունն Որտեվ է։ քրիստոնյաներին հավանաբար Արցախից էթնիկ զտման են ենթարկել, իսկ ինքը գուցե չեմ պնդում, հաստատ չեմ պնդում, գուցե ամեն դեպքում 120,000 քրիստոնյաների իրավունքների պաշտպանության մասին ավելի շատ է մտածում, քան որևէ այլ բանի։ Որ հստակ լինի նաև մեր հեռուստադիտողներին։ Ես այստեղ որևէ դիրքորոշում չունեմ, սա եկեղեցու եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության զրույցն է, որը ընթանում է արդեն տևական ժամանակ։ Մենք պարզապես ձեր համար փակագծեր ենք փորձում բացել, որ ձեր համար ավելի ընկալի լինի։ Վերադառնալով զրույցին։ Վերադառնանք։ Ես իդեպ այդ ես շատ հարցերում տխրել եմ, երբ որ տեսել եմ հայ առաքելական եկեղեցու пассив դիրքորոշումը։ Շատ բար, ինչ եք կարծում, երբ կհանգուցալուծվի իրավիճակը, գնալով դեպի այս թեմայի ամփոփման։ Երբ Կտրիչ Ներսյանը կհեռանա։ Իսկ եթե չհեռանա։ Նա հեռանալու է։ Եթե չհեռանա։ Նա հեռանալու է, այստեղ եթեներ չկան եւ փակագծեր։ Իսկ դրանից հետո ամբողջությամբ հանգիստ եք թողնելու եկեղեցի։ Եկեղեցին ինքը գնում է նորոգման։ Եվ ես դա տեսնում եմ ամեն Կիրակի եւ շատ ուրախ եմ այդ կապակցությամբ։ Եվ առաջարկում եմ այս Կիրակի նույնպես մասնակցել պատարագի։ Հիմա գնանք այդ թվում նաև ներքին քաղաքականին։ Շատ մեղադրանքներ կան ձեր հասցեին արդեն անդիմության մասով եւ դա հանրության շրջանում էլ է շատ քննարկում, թե պետք քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները մշտապես ասում են, իրենք շատ են շփվում հանրության հետ եւ առաջին ձեռքից են ստանում տեղեկատվությունը։ Բայց մարդկանց մոտ կա տպավորություն, որ դուք հատուկ եք դաշտում պահում ընդդիմադիր որոշ գործիչների, այդ թվում նաև նախկին նախագահների եւ նրանց թվերները, որպեսզի միշտ քաղաքական խրտվիլակ ունենաք ծեծելու, որպեսզի նրանց ֆոնին միշտ ավելի լավը երևակ եւ դա քաղաքական տեխնոլոգիայի տեսանկյունից իրականում ընկալելի է։ Այդպես ենք վերցրել ու պահել ենք։ Պահել ենք պատանդած։ Այո։ Շատ լավ։ Այո, որովհետեւ եթե չխոսեք նախկինների մասին, գուցե նախկինների մասին շատ ավելի արագ մոռանանք, քան որևէ այլ բանի մասին, բայց սա հարմար օրակարգ է։ Բայց նկատում եք, չէ՞, որ նախկինները խորհրդանում են։ Այո, նկատում ենք, որ նախկինները խորհրդանում են, բայց եթե անգամ հավատացեք, եւ Գյումրիում նախկինների իշխանություն են վերցել, դել ենք նկատել։ Փարաքյարում էլ էին փորձում վերցնել։ Մշտադիտարկում անելիս, երբ անգամ նախկինները լռում են, ճակերտների իրենք չեն լռում։ Եթե անգամ լռում են, քաղաքացիական պայմանագիրը միշտ հիշեցնում ու իրենք պիտի խոսեն։ Ուզում եմ հիշեցնել, որ անցյալ շաբաթ երկու նախագահները նախկին երկարատև չպազրույցներ ասուլիսներով են հանդես եկել։ Այսինքն մենք նկատում ենք, որ իրանք այնտեղ։ Այո։ Եվ այն ոդկասթը, որը կարող էր դիտել տասնապատիկ անգամ ավելի քիչ մարդ, Նիկոլ Փաշինյանի ստատուսներով դիտեց տասնապատիկ ավելի շատ մարդ։ Ասած վարչապետը արձագանքել է ոչինչ ոչ եթե ոչ, նշանակում է Սերժ Սարգսյանը Հայաստանում այնքան հետաքրքրվածություն ունի, որ մեկ օրվա ընթացքում 200,000 դիտում հավաքեց։ Այդ չի նշանակում, որ ձեր լեգիտիմությունն է կամ ռեյտինգն է պակասում, դրանով ավելանում։ Այդ դիտումների վրա եկեք չխաբնվեք, շատ մարդիկ Հայաստանի Հանրապետությունն են շատ դիտումներ եւ որոշ դեպքում ցավոք պետք է ասեմ, որ իշխանություն չեն կարողam ձևավորել համայնքներում եւ շատ քիչ ԿՎՆ վաստակում եւ ունեն շատ դիտումներ եւ կրկին։ Ուզում հիշեցնել, որ առհասարակ պատիվ ունեմ խմբակցությունը խորհրդարանում հայտնվել է քվոտայի բերումով, երրորդ ուժի պահանջով։ Իրանք առհասարակ այնտեղ կարային չլինեին։ Եվ զուտ, որովհետեւ ընտրական օրենսգիրքը պահանջ ունի, որ երրորդ ուժը ներկայացած լինի, այնտեղ նստել են։ Բայց փողի վատնումը բացարձակ, որովհետեւ գալի քվեարկում գնում է զուտ աշխատավարձ ստանալու համար, 1-2 ելույթներ են ունենում այդ իրանց քի բառերով, հա, իշխանազավ, չգիտեմ, հայրենադավ, չգիտեմ, գիտեք էլ այդ բառերը։ Մի խոսքով, իսկ նախկիներին ես սիրով, ես առհասարակ իրենք ինձ չեն հետաքրքրում։ Ես սիրով կուզենայի, որ իրանք արժանացած լինեին նրան, ինչին արժան էին, այսինքն մերժված լինեն ոչ միայն քաղաքական առումով, այլ մերժված լինեն եւ ստանային իրենց դատավճիռները։ Ես կարծում եմ, որ այս ամենաշատ մեղադրանք օրինակ մեկ-մեկ ստատուսով անդրադառնում եմ օրինակ ասուլիսներում տարբեր հնչած այն մեղադրանքներին, որոնք վնասում են Հայաստանին, ոչ թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության Հայաստանին, շատ հաճախ կոմենտներում գրում են ինքը ասուլիս տալի իր տեղը բանտում էր։ Ինչը անհամեստորեն կասեմ, որ սխալ մեկնաբանություն չէ, հաշվի առնելով այն
Բայց ապացույցներ չկան, ինչպես գործակալների ապացույցները Չէ, ապացույցներ ինչի չկան, օրինակ այն գույքը, որը հայտարարել է Ռոբերտ Քոչյանը, հայտարարագրել է միայն ապօրինի բռնականացման մասին օրենքով գնում է, այսինքն այդ մարդիկ մի բան հայտարարագրել են, այսինքն ոչ թե գնացել փնտրել, գտել ենք, լսել ենք, այ հայտարարագրել են, չունեն հիմքեր, օրինակ, գիտեք, կոնկրետ հոթելից սկսած եւ այլ գույքով բիզնեսներում ներկայացվածությամբ։ Եվ նույնը Սերժ Սարգսյանը վերաբերյալ կա դատական գործ, շաբաթ մի քանի անգամ նկատում եմ, որ դատարանից դուրս գալիս այսպես անպագորգոր հայտարարություններ է անում, իրենց ոչ մեկ չի պահել, բայց այս նախկին, որ ասում ենք, իրենց պահել են հավանաբար այն մարդիկ, ովքեր իրենց ընտրել են։ Այո, եւ ես որպես ժողովրդավար օրակարգ աջակցող անձ շատ հաշտ եմ, ընտրել են, շատ լավ ընտրել են, չխնդիր չի, ես հարգում եմ մեր բոլոր քաղաքացիների քվեն, բայց մեկ էլ մի հատ բան է դիտարկում է ուզում անել, երբ որ մենք ասում ենք նախկին, այդ նախկինը միայն Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը չեն, օրինակ ձևիստներն էլ են նախկին։ Կարող ասենց նկարին նայում ենք, սա մեր ձևով շարժման ձևիստներ պարզապես նոր եզրույթ էր առաջին։ Եթե իրենց նկարին նայում ենք, գուցե բոլորը այնտեղ երիտասարդ են, հա, ասես, բայց ինչով են նախկին, իրանք էությամբ են նախկին։ Այդ նախկինը տենց տարիքային կատեգորիա չի, դա հոգեվիճակ է։ Երբ որ իրանց համար նորմալ է թալանը, որովհետև Նարեկ Կարապետյանի հայրը ուզում հիշեցնել, դա ես չեմ կարող միանշանակ պնդել, բայց աշխատակազմի ղեկավար էր Սերժ Սարգսյանի օրոք, հիշեք։ Եվ թալանել։ Հիմա ասում եմ։ Եվ հիմա Նարեկ Կարապետյանն եմ հետ գալ։ Նարեկ Կարապետյանը, որպես Նիկոլ Փաշինյանի մեծագույն ձեռքբերում, ասում է համակարգային կոռուպցիայի դեմն առնել է։ Ասում է ամենակարևոր ռեֆորմը, որ իրականացրել է Նիկոլ Փաշինյանը, դա վերջ է տվել համակարգային կոռուպցիայի։ Հիմա հարց. ըստ էս աշխատակազմի ղեկավարը համակարգային կոռուպցիան չէր նկատում կամ ինքը մաս է եղել դրան, չէ, հիմա իմոտ հարց է լեգիտիմ առաջանում։ Օրինակ կարող եք ըստ պատեհպային հարցնել կամ չի թալանել կամ աչք է փակել։ Այստեղ դիտավորյալ հանցավոր անգործությունա ցուցաբերել, միտեղ էլ քրեորեն պատժելի է։ Մի խոսքով շղթայով Նարեկ Կարապետյանը ուղիղ փոխկապակցված է թալանի շղթայական։ Այո, եւ իրանք իրենց բովանդակությամբ, ձևով, ամեն ինչով նախկին են։ Իրանք այդ արժանամակարգի կրողն են, որովհետեւ նախկին ինչ է նշանակում։ Այդ մի միավոր է, որը չի ճանաչում ժողովրդի իշխանությունը, կողմը ընտրությունների կեղծման։ Այսինքն Նարեկ Կարապետյանի հայրը չի նկատել, որ Հայաստան ընտրություններ են կեղծվում։ Իրոք, այստեղ Սերժ Սարգսյանի պես կարելի է հարցնել։ Հեցին լիցենզիայից զրկում են, որովհետև Նիկոլ Փաշինյանը չէր ցանկանում, որ Սամվել Կարապետյանը քաղաքականությամբ զբաղվի, թե հեծը դառնալու է թրիփի մաս։ Չէ, հեցի վերաբերյալ ապացույց կա, իրեղեն ապացույց, որ այս գործընթացը մեկնարկել է մի տարի առաջ։ 4 տարի առաջ չկար։ Մի տարի առաջ։ Չէ, տարբեր հարցեր, տարբեր ժամանակ կարելի է անդրադառնալ։ Հիմա կներեք 20 թվականին այն ժամանակ երբ հարմար։ Չէ, մի տարի առաջ հարմարության, ընդհանրապես այդ քաղաքական հարմարությունը, որ Չէ, պարզապես հարմարությունը ստեղծվեց հայտնի հայտարարությունից ձևական ինչպես դուք եք ասում հայտարարությունից։ Մի տարի առաջ։ Ես ուզում հիշեցնեմ, որ քաղաքացիական պայմանագիրը ունեցել է լսումներ խորհրդարանում այդ հարցով։ Հեռացվել են իրականում ՀՑԿ ղեկավարը, փոխնախարարը էներգետիկայի հարցով, այսինքն դա ոչ մեկը չենք նկատում։ Չէ, ոչ մեկը չենք նկատում, որովհետև թեմատիկան զարգացած չէր Տիկին Ղազարյանը։ Բայց պարզապես ստատուսները կրկին հուշեցին, որ Նիկոլ Փաշինյանը շատ է ջղայնացրել։ Բաղրամյանի ներկայությունը մեր կազմակերպած գործընթացներում իր հանրային խոսքը, այդ իդեպ ամեն ինչը հեռարձակվել է ուղիղ եթերում։ Բողոքը հեծից եղել է։ Եվ ես Բողոքն միշտ են եղել հեծից։ Այո, բայց ուզում հիշեցնեմ, բայց զարգացել են ոնց որ հունիսի 17-ին։ Չէ, բացարձակ։ Վարշապետ իր այջում հրապարակել է։ Ցանկացած քաղաքացի կարող է։ Տիկին Ղազարյան, եկեք ազնիվ լինենք, էլի։ Եվ ինքներս մեզ հետ, եւ հեռուստադիտողի։ Ես շատ ազնիվ եմ, որովհետեւ գործերը եղել են, հեցի եւ Ինտերրաու ԵՍ-ի կառավարման ժամանակ են այդ հարցերը եղել, առաջացել սակագնի հետ կապված շահարկումներ եւ այլն։ Բայց ես շատ ազնիվ եմ, որովհետեւ Սամվել Կարապետյանը հայտարարությունը Մայրաթորի դիմաց անում է։ Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը ստատուս է գրում։ Բայց դա հեծի հետ ինչ կապ ունի։ Ոնց որ սեփականատերը Սամվել Կարապետյանը դրա համար ինչ կապ ունի։ Բայց Սամվել Կարապետյանը ուզում հիշեցնեմ մեր բոլոր քաղաքացիներին, որ դուրս եկավ եւ ասեց ես թքած ունեմ այդ հեծի։ Շատ բարի, եկեք հերթականությամբ Տիկին Ղազարյան, որ մեր հեռուստադիտող է փորձի ինքը վերլուծել, մենք չասենք։ Այո։ Տեղի ունի հետեւյալը։
հայտնի հայտարարությունն է մեր ձևովի տեղի ունենում Մայրաթորի դիմաց, դրանից հետո շատ կոշտ ստատուս է գրում Նիկոլ Փաշինյանը, հենց անմիջապես հետո հունիսի 17-ին սկսում են գործընթացներ խուզարկություն ձերբակալման որոշում, ԱԱՑ-ը պետ է հեռանում պաշտոնից, դա չեղավ հերթականություն, ձերբակալում են, կալանքի են տանում եւ սկսում է հեցի գործընթացը լիցենզիայի ձեռքերով։ Ուղարկում է հանձնարարական։ Չենք իմացել, ներողություն, ձեր ներքին ընթացակարգերի հետ կապված։ Հրապարակել է, այսինքն չի կարելի հերթականություն Երբ որ բանը հասել է կալանքի, իհարկե հրապարակել է։ Որտեղ հնչեց մեղադրանք եւ մենք էլ ասենք ժողով այս գործընթացը շատ վաղուց է մեկնարկել, վարչապետը գրել է հետևանքներ են լինելու հանձնականի չկատարման, չի կարելի չնկատել, որ էներգետիկայի հարցով փոխնախարարը հեռացվում է, ՀՑԿ Բաղրամյանը հեռանում է իր պաշտոնից, ազգային ժողովում միջև այդ լսումներ են տեղի ունենում, ոնց կարելի է չնկատել, որ խորհրդանում օրենքներ են բերվում էներգետիկայի ոլորտի վերաբերյալ։ Որն է բեցի տարբերությունը։ Բարձրավոլտ եւ այլ ձևակարգավորում բարձրավոլտը եւ պետության մասնակցությունը այնտեղ ավելի շատ է եւ հեծում ավելի փոքր է մասնակցությունը եւ ինքը ով է հոսանքը արտադրում, ով է մատակարարում։ Դե հիմա մենք հոմ դպրոցական հարցը պատասխանենք։ Չէ, ուզում եմ հասկանամ, եթե կառավարությունում հոսանքը անջատում են, դրա մեղավորը հեծնա թե բեցը։ Ես հասկանում եմ, որ բեցի մեղավորությունը նույնպես կա, բայց այդտեղ պետության մասնակցության հարցն է նաեւ։ Այսինքն պետությունն է մեղավոր, որ իմ տանը հոսանքը անջատվում է, իմ հեռուստացույցը փչանում է։ Չէ, այստեղ շատ սխալ է։ Ձեր բախտը բերել է, որ դուք խոսում եք մի պատգամավորի հետ, ով հետաքրքրված է էներգետիկ ոլորտով, եւ ես գիտեմ, որ հեծում է ենթակառուցվածքների հարցը լուծվում։ Բեցը կապ չունի։ Բեցում ենթակառուցվածքների հարցը, որոնք ուղիղ քաղաքացիների կապն են ապահովում, չէ։ Ֆանտաստիկ։ Բայց ես իդեպ կարող եի սա չիմանալ, որովհետեւ որպես քաղաքական գործիչ ինձ ընդհանրապես կարա չհետաքրքրի բեցի ու հեծի տարբերությունը։ Բայց եկեղեցու նորոգման հարցը պիտի հետաքրքրի անկասկած։ Շատ նորմալ է, բայց ես որպես մարդ, ով հետաքրքրված է նաեւ նոր ատոմակայանի կառուցմամբ, ես հանդիպումների մասնակցում եմ, որտեղ որ քննարկվում է նաեւ։ Իդեպ մոդուլային է լինելու թե դասական։ Դե հիմա քննարկվում է երկու տարբերակը, հակվածությունը մոդուլային է, բայց որպես կրկին քաղաքացի պատգամավորը հետաքրքրված է, այստեղ նաեւ սպառման հնարավորության հարցն է, այսինքն ինչքան ենք մենք իրան նաեւ դուրս հանելու, այստեղ կարևոր է, որովհետեւ բարձում է, որ էլեկտրոէներգիայի կուտակումը նույնպես վնասակար գործընթաց է։ Հիմա հաջորդ դեռ չպատասխանված պատասխան չստացած հարցին։ Հեծը, որը հավանաբար լիցենզիայի ձեռքվելու է, եւ հաստատ չի կարողանալու գտնել այն ընկերությանը, որին կվաճառի, եւ հավանաբար անցնելու է պետությանը եւ պետությունն է որոշելու թե ում վաճառի հեծը։ Թուրքերին, չէ՞։ Կամ լիցենզիան, չէ, թուրքերի մասին չի խոսքը։ Այսպես Սաթիկ Սերանյանը կասկածներ է տարածում։ Տեսեք, դուք միշտ պատասխանում եք ընդդիմադիրներին առանց հաշվի առնելու, որ կա չկողմնորոշված կամ երկու կողմերին հատուկ վերաբերմունք ունեցող մեծամասնություն։ Շատ զվարճալի դիտարկում է։ 60-65% մարդիկ, որոնք ոչ մի թեզերին են գնում, ոչ մյուս։ Ու ցավալին այն է, դա է նշում, որ իշխանությունը շատ դեպքերում պատասխանում է փոքրամասնությանը ներկայացնող ընդդիմությանը։ Բայց ես կարծում եմ, որ օդում կախված ոչ մի հարց չպետք է մնա, որովհետև ինչ որ պահին կկասկածա։ Ընդդիմության թելադրած օրակարգի դուք այնքան թույլ եք, որ ընդդիմությունը օրակարգի հետ մենք այնքան հարգում ենք մեր քաղաքացիներին, որ օդում կախված որևէ Չէ, մեր քաղաքացիներն որ օդում կախված չեն հնչեցնում։ Գիտեք, երբեմն ես օրինակ երիտասարդների շատ հաճախ եմ հանդիպում եւ ես զգում եմ, որ մեկ կասկած ամեն դեպքում առաջանում է։ Իհարկե մսկիթների մասով ինձ որևէ մեկը չի հարցեր, որտեղ դա չափազանց զվարճալի է լուրջ ընդունելու համար, բայց ինչ որ հարցեր կան, օրինակ Մեդովկայի դպրոցի հետ կապված, որ ինչ որ մարդկանց թվացել էր, որ փոխի ծախսման, ոչ թե Սերժ Սարգսյան Թալանի օրինակ, այլ փոխի ծախսման արդյունավետությամբ մասով ստեղ կարող է կասկած առաջանալ։ Եվ դրա համար ես օրինակ այդ հարցը Տիգրան Խաչատրյանին ուղղել եմ եւ ստացել պատասխանը հանրային, որպեսզի մեր քաղաքացիները նաեւ այս խոսակցության մաս լինեն։ Բայց ես կարծում եմ, որ օդում կախված որևէ հարցադրում, որը կարող է նույնիսկ մի թեթև կասկած առաջացնել, չպետք է անպատասխան մնա։ Հիմա հանրության մի զգալի մասի հուզող հարցն եմ ուղղում, եւ սա այն մասն է, որ գլոբալ քաղաքականություններով հետաքրքրվում է, տնտեսական ակտիվության մեջ իր մասնակցությունն է, այսինքն հասարակության այն մասը, որ աշխատատեղ է ապահովում, այսպես ասենք։ Հեծը թրիփի մաս դառնալու է թե ոչ։ Դուք գիտեք, որ քննարկվում է հարցը ենթակառուցվածքների, գազամուղների եւ ցանցերի, հոսանքակիրների, բայց այս մանրամասները քննարկված չեն դեռ։ Այսինքն դուք գիտեք, որ բացի դրանից նաեւ Հայաստանը այլ ծրագրի մաս է հայտ ներկայացնել լինելու, դա Սև ծովի տակող անցնող մալուխի մաս լինելու մասին է խոսքը։ Չէ, Global Gateway այլ բան է, սա Black Sea ծրագիրն է, որը Բաքու, Բաթումի, Եվրոպա բարձրավոլտը պիտի տաներ կանաչ էներգիայի։ Այո, եւ ամենակարևոր մասը, որ մենք պետք է արևելյան Եվրոպային հոսանք վաճառենք։
Եվ այս ծրագիրը նաև Եվրոմիության կողմից ֆինանսավորվող ամենամեծ ծրագրերից մեկն է։ Մենք հայտ ենք ներկայացրել նաև դրա մասնարանում եւ արդեն բավական աշխատանք արվել է նաև գերմանացի մեր գործընկերների աջակցությամբ, որտեղ վոլտերի տարբերության հարց կա մեր եւ վրացական։ Եվ ենթակառուցվածքը կառուցվում է, որովհետեւ մենք կարողանանք միանալ վրացական հոսանքի եւ Սև ծովի տակի մալուխով հոսանք հասցնենք Եվրոպա։ Եվ քանի որ հետ գնվել է անհայտ չէ, թաքցնելու բան չկա, մեծ իմաստամբ ռուսական կապիտալը, որը գեներացվել է Ռուսաստանի Դաշնությունում եւ Ռուսաստանը ավտոմատ հաշվի առնելով այդ երկրի հիերարխիան կարող է ազդեցություն ունենալ այդ համակարգի վրա, պետությունը դասական որոշում է կայացնում, հեծը ռուսական ազդեցությունից զրկել, որպեսզի հնարավորություն ունենա ինքնուրույն որոշել եվրոպացիների հետ համագործակցել թե ոչ։ Նախ ես ուզում եմ ասել, որ էներգիայի դիվերսիֆիկացիայի հարցը մեր օրակարգում միշտ է եղել եւ ցանկացած մեկ Մենք ենք արտադրում միշտ դիվերսիֆիկացիա։ Չէ, առհասարակ էներգիա, օրինակ ատոմակայանի։ Դուք գիտեք, որ ատոմակայանում ենթադրում եմ սա բոլորը գիտեն, որ ռուսական մասնակցության հարցը նաեւ տեղեկատվության պահպանման հարցում է մեծ եւ այնտեղ կրկին մենք քննարկում ենք մեր էներգետիկ անվտանգության հարցը, որը ենթադրում է անկախություն, այսինքն պետությունը որոշ ենթակառուցվածքների նկատմամբ պետք է կարողանա ունենալ բոլոր այն գործիքները, որ կապահովի անվտանգությունը։ Ու էներգետիկ եւ տնտեսական անվտանգության հարցը նույնը արտահանման հարցը, նույնը լարսի հարցը, մշտապես մեր օրակարգում է, չէ՞, որտեղ մենք փնտրում ենք այլատրանքային ուղիներ, բայց սա Ռուսաստանի վրա առաջարկում չտարածել։ Ցանկացած մեկ կենտրոնից կախվածությունը վատ է։ Այսինքն մենք մեր քաղաքացիներին ասել ենք հետեւյալ բանաձևը. շատ քչերից կախվածությունը փոխարինել կախվածություն շատերից, որովհետեւ եթե մեկ ունի 100% գործիք քո վրա, 100% շանս կա, որ ինքը դա քո վրա մշտապես կկիրառի։ Բայց եթե մեկն ունի 30, 40, 50, այդ գործիքը արժեզրկվում է 100%, որտեղ ինքը չի կիրառելու։ Այդ դեպքում Գազպրոմ Արմենիան երբ է պետականացվելու։ Դուք գիտեք, դուք հիմա ինձ հարցեր եք տալի, որի պատասխանը ես Դե բնակաբար 100%-անոց գործիք է, չէ՞։ Այո, բայց ուզում եմ հիշեցնել, որ այնտեղ էլ կարա գործընթաց մեկնարկի, ինչպես օրինակ ջրի հետ կապված, բայց դրա պատասխանը ես չունեմ։ Փոքրիկ գաղտնիք բացեցիք հենց դա շտիկ եղազերը։ Չէ, ես նկատի ունեմ, որ մենք մեր քաղաքացիները Դաշնության ձեր պաշտոնակիցները բացվածը չեն դիտի։ ասում եմ կարող են։ Կարող են։ Իսկ Հարավկովկասյանի այդ երկաթգծերը Կրկին կարող են, որովհետև դուք գիտեք, որ խնդիրներ կան այնտեղ, որի մասին մենք իդեպ 10 թվականին հայտարարել ենք։ Առհասարակ ես ես ասում եմ, ենթակառուցվածքների հարցը մեզ համար առաջնահերթություն է եւ մենք թե ջրի հարցում բողոքներին լսում ենք։ Իրական գազի մասը ֆրանսիական ընկերություն։ Այո, բայց դե դա եմ ասում, ինչի եք ամենտեղ ռուսական հետ կընտրում։ Ես ասում եմ, որտեղ շատ է ռուսական հետ կընտրաբարեք, որտեղ դուք եք անդադար մատնանշում լրտեսներ, գործակալական ցանց ու բոլոր մարդկանց մոտ իդեպ հանրային պարանոյա է ձևավորվել, բոլոր գործակալներ են փնտրում անդադար։ Իսկ կարող է սա ռուսական գործակալ է, ու անգամ չեն ցանկանում շատ դեպքերում շփվել, որտեղ մտածում են, օրինակ, այս լրատվամիջոցը գործակալական լրատվամիջոց է, թե գործակալական լրատվամիջոց, դա պարանոյա է առաջացնում։ Ես նաև ասեմ, որ երբեմն մարդիկ ազդեցության գործակալ են հանդիսանում առանց դա նկատելու, այո։ Բայց մենք դա նկատում ենք։ Ֆանտաստիկ, հիմա արտաքին քաղաքականությանը գնանք, որտեղ կրկին շատ կարևոր է։ Տպավորություն է ստեղծվում, որ Եվրոպան գեր կոնցենտրացրած ուշադրություն է դարձնում Հայաստանի վրա, հաշվի առնելով բազմաթիվ գործոններ այդ թվում նաև լուծված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, որտեղ կարող ենք չհամարել, որ այն այլևս լուծված է։ Եվ նաև Վրաստանի գործոնը, բայց այստեղ մի խնդիր է առաջանում, որքանով են Վրաստանում ընկալում գործընթացը Հայաստանի եւ Եվրամիության միջև ընթացող, որտեղ փաստացի ստացվում է, որ Հայաստանը ըստ էության վերմակ իր կողմ է քաշում, դառնալով տարածաշրջանում Եվրամիության ֆավորիտ պետություն, ինչպես նախկինում Վրաստանն էր, որտեղ հիշում ենք, բոլոր հասարակական կազմակերպությունների ամենաշատ գումարները գնում էին Վրաստան, բարեփոխումների համար նախատեսված, ենթակառուցվածքների համար նախատեսված, ու այնպես է ստացվում, որ Վրաստանը կորցնում է դերն ու նշանակությունը, անգամ վիզաների ազատականացման հետ կապված հարցը իրենց մոտ ծանր հարցականի տակ է, իսկ մեր մոտ ակտիվ գնում է առաջ, որտեղ շատ շուտով մենք արդեն գործընթացների պլանն ենք ստանալու, թե ինչ է պետք անել ազատականացումն իրականացնելու համար։ Սա խնդիր չի առաջացնելու տարածաշրջանի շրջանակներում, որտեղ մեր եզակի դարպասներից մեկն է, մի Վրաստան կա, հիմա մի Իրան, բայց Վրաստանը աշխարհ ավելի լուրջ դարպաս է, քան Իրանի Իսլամական Հանրապետությունը։
Նախ ուզում եմ այստեղ առանձնացնեմ, չնայած ինչի համար շատ քննադատվել եմ, որ ինձ համար առաջնահերթությունը տարածաշրջանային պետությունների հետ հարաբերությունների կարգավորումը նախ եւ առաջ, որովհետեւ անթակույց պետք է ասեմ, որ դեպի Եվրոմիություն մեր ճանապարհները, մեր ենթակառուցվածքները ընկած են Թուրքիայի միջով։ Եվ ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնեմ, որ ի հեճուկս բոլոր այն փորձերի Եվրոպամետ կուսակցությունների հակադրելու Թուրքիային Եվրոմիությանը, Թուրքիան մաքսային միության անդամ է եվրոպական։ Եվ սա մի բան է նշանակում, որ սահման ունենալով Թուրքիայի հետ մենք սահման ենք ստանալու Եվրոմիության հետ։ Վրաստանի հետ մեր հարաբերությունները մեզ համար կրկին շատ կարևոր են եւ դրա համար է որ շատ հաճախակի այցեր են տեղի ունենում հենց այսօր էլ նախագահան մեկնել է մեծ պատվիրակությամբ Վրաստան, նախորդին արտգործնախարարներ այնտեղ եւ դուք գիտեք ռազմավարական գործընկերության մասին այս խոսակցությունները վերջապես իրեղեն են դառնում։ Վրաստան մեզ համար անխոս կարևոր գործընկեր է եւ դրա համար մենք կոմունիկացնում ենք Վրաստանի հետ շատ հարցեր, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, Թուրքիայի հետ ինչ ճանապարհի բացումը կարող է կրկին դինամիկան մի փոքր փոխել, հա, թուրք-վրացական երթուղիների։ Բայց մենք վրացիների հետ շատ անկեղծ ենք այս խոսակցություն տանում, մենք վերմակը մեր վրա քաշելու այս իմաստով Ճանապարհները բացվում են, տրանզիտի կարողությունները նվազում են Վրաստանի, իսկ սա հիմնական Բայց ես ուզում եմ վստահեցնել, որ այնքան մեծանալու հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, որ ոչ թե հոսքերը մի տեղից մյուսն են անցնելու, այլ հոսքերը պարզապես շատանալու են, որովհետև զգացվում է, չէ, ասիական պետություններից հետաքրքրությունը այս երթուղիների նկատմամբ, Եվրոպայի հետաքրքրությունը հենց ձեր ասած European Getaway, ինքը արդեն երթուղիների մասին է, ոչ թե ենթակառուցվածքների հոսանքագիրների։ Եվ այս իմաստով մենք Վրաստանի հետ շատ բաց եւ բարձ ենք խոսում։ Եվրոպամիությունը չի հակադրում Հայաստան-Վրաստան այս իմաստով, ինչու եմ այդպես ասում, որովհետև ինքը այո, Եվրոմիությունը մի ժամանակ մեզ դիտարկում էր որպես sense ամբողջություն, հա, եթե Eastern Partnership-ը նայենք, հա, Eastern Partnership-ը նայենք, բայց եկեք նայենք մի հատ արևելյան համագործակցությանը։ Արևելյան գործընկերությունը ցույց տվեց, որ այդ փաթեթային մոտեցումը ճիշտ չի, որովհետև մենք այնտեղ ունենք պետություններ Ուկրաինա, Մոլդովա, որ շատ առաջ են, ունենք Բելարուս, որ դուրս է մնացել, Ադրբեջանը հետաքրքրված երբևէ այդքան չի եղել, հիմա է որ մի փոքր հետաքրքրությունը շատացել է էներգիայի վաճառքի բերումով, իսկ Վրաստանը այո, տեխնացու է ստացել, բայց ունի մի փոքր լարված էսպայն հարաբերություններ։ Դրա համար ինձ թվում է Եվրոմիությունն էլ է փոխել, այսինքն ինքը չի ասում լավ վիզաները կտամ Հայաստանին, Վրաստանից կվերցնեմ, ինքը պետություն հարաբերություններ է դիտարկում եւ այս իմաստով ինձ թվում է վրացիների համար էլ բարձ է, իսկ այս իմաստով մեզ իմ համար առաջնահերթությունը տարածաշրջանային նաև պետությունների կարգավորված հարաբերություններ ունենալ, որը ըստ էության մեզ էլ կմոտեցնի Եվրոմիությանը։ Էլ ավելի մոտենալով Եվրամիությանը։ Մենք հեռանում ենք Ռուսաստանից եւ դրա դուստր կազմակերպություններից, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ եւ ՕՊԱ-ն։ ՀԱՊԿ-ում մենք մեր մասնակցություն սառեցրել ենք, այս տարվա բյուջեով կրկին չենք նախատեսում ֆինանսավորում։ Դեռ դուրս գալու մասին խոսք։ Չէ, բայց ինձ թվում է, որ սա մի բան է, ինչը բավարարում է նաև հանրային տրամադրությունները։ Ինչ վերաբերում է ԱՊՀ-ի, այս բանի նման մտադրություններ չկան, ինչ վերաբերում է Եվրասիականին կրկին նման մտադրություններ չկա, ես հասկանում եմ մեր քաղաքացիների մեծ մասը էլի հարցումներով աջակցում է մեր եվրոինտեգրման օրակարգը, բայց այստեղ պետք է մենք արձանագրենք, որ մեր քաղաքական ցանկությունների եւ տնտեսական հնարավորությունների միջեւ կա մեծ շեղքվածք։ Եվ մենք չենք կարող սպասարկել այն քաղաքական օրակարգը, որը ունի հանրային լայն աջակցություն առանց տնտեսական կարողությունների։ Եվ ես վստահ եմ, որ այդ գիտակցությունը կա նաև Եվրոմիությունում եւ դրա համար էր, որ օրերս ընդլայնման օրակարգով ներկայացուցիչը Հայաստանում էր, հանձնակատարը եւ ինքն էլ խոսեց լրացուցիչ գումարներ տրամադրելու շատ կոնկրետ ուղղությամբ։ Դա կարողությունների զարգացումն է միջին եւ մանր բիզնեսի։ Որովհետեւ մենք ունենք մի շարք ապրանքներ, որոնք հետաքրքրություն են եվրոպական կողմի համար, բայց մենք դրանք չենք կարողանում արտահանել, որովհետև որոշ դիրեկտիվաների, ստանդարտների դրանք չեն համապատասխանում։ Ես օրինակ շշալցված ջուրն եմ միշտ օրինակ բերում, որ ինքը կա, պահանջարկը կա, բայց չեն կարող արտահանել, սկսած բացիչի, պլաստիկի հաստությունից եւ այլն, բայց նաեւ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ օրեր առաջ սուպերմարկետում հայկական արտադրության չեմ ասի անունը, իմ սիրելի ջուրը գնեցի, որտեղ հետևը նշած էր, որ համապատասխանում է Եվրոմիության SS ստանդարտներին։ Այսինքն այս կարողությունները մենք արագացնում ենք, կարողությունները զարգացում, այդ գումարը գալիս է կամ էկոնոմիկայի նախարարության կամ ԿԲ-ի կողմից միանգամից գնում։ Բայց այստեղ եվրոինտեգրացիան առողջ ինչ է, եթե Թուրքիան սահմանը չի բացում, ճիշտ է։
Չեմ կարող այդպես միանշանակ պնդել, որտեղ հիմա ձուկ ամեն դեպքում արտահանում ենք, կարողանում ենք արտահանել, բայց Բայց դա մասշտաբները եվրոինտեգրացիա, չէ՞ սովորական առևտուր Չէ, է բայց ես երկու։ ես ասում եմ, նայեք, ես ասում եմ, որ մեր տնտեսական հնարավորությունները պետք է կարողանան սպասարկել քաղաքական ցանկությունները։ Եվրոմիությունը ոչ միայն քաղաքական միավոր, ինքը նաև տնտեսական միավոր է։ Ու в принципе նախ եւ առաջ տնտեսական միավորներ եք Ստեղծվել է, հա։ քաղաքական, հա։ Եվ հիմա դրա համար Թուրքիայի հետ սահմանի բացմամբ մասշտաբներն են փոխվելու, արագությունն է Այսինքն փոխվելու։ արտադրական ծավալներն են այստեղ ավելանալու, որ այդ մասշտաբները Այո, որտեվ եթե կարող ես արտահանել, կսպասարկես այդ մեծ շուկան արդեն։ Իսկ դու պետք է կարողանաս այն հսկայական էքսպորտը, որն անում ես դեպի ԵԱՏՄ, նաև ուղղորդես դեպի այլ կողմ, Իսկ հաշվարկված է ինչով ենք մենք բայց մի հատ հետաքրքիր հասարակ։ այո, հաշվարկված է։ Ինչով ենք հետաքրքիր Եվրոպային։ Ես դեռ այն վաղ ասոցիացիան համաձայնագրի ժամանակ հսկայական ցանկ ապրանքների 620 անուն ապրանքանիշ, որը մենք GSP+ համակարգով կարողանում ենք արտահանել մեր քաղաքացիների համար, բացեմ փակագծերը։ Այդ GSP+-ը նաև ինքը մաքսային արտոնություն էր տալիս, այսինքն սոցիալական ծրագիր էր։ Մենք դուրս մնացինք, որովհետև հնայի աճ ունեցանք։ Բայց մենք ունենք ապրանքներ, որոնք սկսած տեքստիլից վերջացրած այս խմելու ջրով, ֆոլգայով, օրինակ մենք հիմա արտահանում ենք Եվրոմիություն, հիմա հենց ֆոլգա ենք արտահանում, ձկնային ապրանքներ ենք, ձուկ ենք հասցրանում, ձուկ ենք արտահանում։ Տեղ մի քիչ հիմա վստահ չեմ, որ այս պահին կա արտահանում, ճիշտ որ ասեմ, բայց ամեն դեպքում այս ամեն ինչի պահանջարկը կա։ Եվ այդ ցանկը կա, ասում եմ ձեզ, մի մեծ շարքեր, որ GSP+, ել չասեմ, որ մենք ստանում ենք հումք, օրինակ հագուստի, այստեղ հագուստը կարվում է եւ Վանաձորում եւ ուղարկվում Եվրոմիություն, Մոնգլե հայտնի ֆիրման, կարվում է Հայաստանում։ Գլորիայում է կարվում։ Այո։ Նախկինների Գլորիայում։ Նախկին քաղաքականների Գլորիայում։ Տեսեք, դուք հիմա օրինակ մեր հաղորդումը սկսեց նրանով, որ դուք ասում եք, այ կարող է կառավարությունում աշխատել մեկ ով ունի ընդդիմադիր հայացքներ, տեսնում եք նախկինների բիզնեսը ծախում։ Նախկինների Գլորիան ֆրանսիացիների համար պասորեն հագուստ է։ Այստեղ շատ հետաքրքիր է իդեպ տնտեսական ոլորտի ներկայացուցիչներն են ասում, որ գուցե Հայաստանը ավելի շատ կենտրոնանա լավ, էս մի դիտարկման լավ հնչում շտուչնի պրոդուկտի, որովհետև շվեյցարական տնտեսությունը հիմնված է օրինակ թանկարժեք 1 միավոր 15000 եվրոանոց ժամացույցի վրա, եւ սա տնտեսական աճի վրա անհամեմատ ավելի լուրջ ազդեցություն է ունենում, քան եթե դուք արտադրես ծանր ծավալ ունարդյունաբերական բաներ, բայց լոգիստիկայի եւ այլն տեսանկյունից բարդ կլինի։ Այս առումով ինչպես է պետությունը աշխատելու, խթանելու նմանօրինակ բիզնեսները կամ հարմարվելու եվրոպական շուկային, որտեղ Հայաստանը կարող է արտադրել ողջ տարվա ընթացքում այնքան պանիր, որքան կարող է սպառվել մեկ ամսում մեկ գերմանական սուպերմարկետի ցանցում։ Եվ ստանդարտիզացիայի հետ կապված ամենալուրջ խնդիրն է, որ այդ պանիրը նույն չանախը, նույն ընկերության արտադրած այս շաբաթ մի համ ունի, հաջորդ շաբաթ լրիվ ուրիշ համ ունի։ Իսկ եվրոպացիները սովոր են 60 տարի շարունակ մի տեսակ պանիր ուտել եւ դրա համար Ուզում ես ասեմ, որ որոշ ապրանքներ պաշտպանված են Եվրոմիությունում եւ այնպես է որ գյուղատնտեսական ցանկացած պրոդուկտ կարաս արտահանես։ Եվրոմիությունը շատ պաշտպանված համակարգ ունի եւ օրինակ հենց հիմա որ ինքը Թուրքիայի հետ մաքսային միությունն է վերաբանակցում, իրանք ինչն են բանակցում են ապրանքները, որ կարող են թույլ տալ Թուրքիային արտանել դեպի Եվրոմիություն։ Չնայած որ ինքը մաքսային միության մաս է, բայց այս նրբությունը կա։ Միակ պետությունը իրանք թույլ են տվել գյուղատնտեսական ապրանքները էնել հավ արտահանել դա Ուկրաինան է եղել, դա քաղաքական որոշում է եղել։ Բայց պետությունը նաև այլ գործիք ունի, որը կիրառում է, դա նախորդ տարվանից գործում է եւ ես պարոն Պապայանի հետ մշտապես կապի մեջ եմ, ինձ հետաքրքրում է դինամիկան։ Մենք մաքսատուրքը սուբսիդավորում է պետությունը բոլոր այն տնտեսվարողներին, որոնց շարքում կան նաև ընդդիմադիրներ, որոնք արտահանեն իրենց ապրանքները դեպի Եվրոմիություն։ Այո։ Եվ մի բան էլ եմ ուզում ասել, այստեղ ԵԱՏՄ-ի մասով մի դիտարկում արեցին, բայց որ ավելի པարզ լինի մեր քաղաքացիներին, ես առհասարակ չեմ կարծում, որ մենք պետք է որևէ շուկայից հրաժարվենք եւ մենք Եվրոմիության անդամ պետություններ այնպիսին ունենք, ով ամենաթունդ քննադատությունն է ուղում Ռուսաստանի նկատմամբ, բայց միաժամանակ գինու ամենամեծ արտահանողն է դեպի Ռուսաստան։ Դե շատ հեռուն էլ չգնանք, Բալթյան երկրներն են ահագին ակտիվ առևտրային հարաբերություններ ունեն Ռուսաստանի Դաշնության հետ։ Գնալով առաջ, այստեղ առանցքային կարևորության հարց։ Չեք կարծում արդյոք, որ Թուրքիան իր քաղաքականությամբ ուղիղ ազդեցություն ունի Հայաստանի եվրոինտեգրացիայի գործընթացի վրա, որովհետև մեծ տերությունների համար առավել եւս տարածաշրջանային, ավելի հեշտ է փոքրերի հաշվին բանակցել Եվրոպայի հետ տարբեր հարցեր եւ իրենցից է կախված լինելու, որքանով ենք մենք մոտ լինելու Եվրոպային, որքանով ոչ։
կարող է ունենալ, բայց այսքան ժամանակ չեմ նկատել որևէ դիտարկում, արձագանք, քննարկում, ես աշխատում Ում եմ հետ ձեր թե եվրոպացիների։ դե եվրոպացիների հետ վստահ չեմ, որ այստեղ կարող էի որևէ ձև տեղեկանալ, մեզ հետ էլ։ Դե ասել կուզեմ թուրքերը հոտեղյակ չեն պահելու ինչ են առևտուր անում մեր հաշվին եվրոպացիների հետ։ Ես նկատի ունեմ, որ իրենք որպես նախապայման սա չեն դիտարկում, որպես պայման չեն դիտարկում իրեն։ Ես հետևում եմ բնականաբար թուրք պաշտոնյաների ելույթների եւ նման բան էլի չեմ նկատել, բայց ես դիմադրություն չեմ նկատել մեր եվրոինտեգրման ամեն դեպքում տարածաշրջանային պետություններից։ Առհասարակ ես կարծում եմ, որ տարածաշրջանը ինքը շահելու է ապաշրջափակումից եւ Եվրոմիության համար դառնալու է շատ ավելի հետաքրքիր, որտեղ Եվրոմիության գաղափարի հիմքում ինչն է հենց այդ տարածաշրջանային համագործակցությունը։ Հիմա արդեն գալով հետսեթե ամփոփմանը դիտարկենք այս ամբողջ կոնտեքստում Ռուսաստանի Դաշնության հետ մեր դաշնակցային հարաբերությունները։ Ըստ ձեր գնահատականի, ինչպես է Ռուսաստանի Դաշնությունը ուղղակիորեն ազդում Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, այդ թվում է եվրոինտեգրացիայի հարցում, ինչ գործիքներ ունի, ինչ է անում, ինչ տեսանելի բան է անում եւ ինչ չտեսանելի բան է անում։ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները բավականին փոխվել են իրենց ձևի եւ բովանդակության առումով, դառել են շատ ավելի գործնական եւ ես ողջունում եմ այդ բովանդակային փոփոխությունը, որ տեղի է ունեցել մեր հարաբերություններում։ Ես կարծում եմ, որ որևէ այլ երրորդ պետություն իրավունք չունի խառնվելու մեր եւ Եվրոմիության հարաբերությունների զարգացման օրակարգում։ Դաշնակցային բազմաթիվ փաստաթղթեր ունեք այդ պետությանը։ Հայաստանը այս պահին հայտ չի ներկայացնում Եվրոմիություն, որովհետեւ ինչպես ասացի, տնտեսական հնարավորությունները չեն բավարարում սպասարկելու քաղաքական ցանկությունները։ Իսկ մենք անթակույց ներկայացրել ենք, որ ունենք այդ քաղաքական հեռանկարը սպասարկելու ցանկություն։ Այս պահին մեր հարաբերությունը Ռուսաստանի Դաշնության հետ զարգանում է որպես երկու սուվերենների հարաբերություններ։ Ինձ թվում է Ռուսաստանը ընկալում է բոլոր այն պահանջները, որ մենք ենք ներկայացնում, օրինակ սահմանների վերահսկողության հարցը մեր տիրույթում թողնելու, մենք շնորհակալություն ենք հայտնել այսքան տարի մեզ աջակցելու համար, բայց նաև Ռուսաստանի Դաշնությունը գիտակցում է, որ Հայաստանը բավարարված չէ հապկի եւ Ռուսաստանի արձագանքից մեր անվտանգային համակարգի այս վիճակում հայտնվելու համար նկատի ունեմ Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական զինուժի ուրեմն հարձակվելու Ռուսաստանի եւ Իրանի սահմանը իրենք են պահում գոհ չեք Ռուսաստանի։ Ուրեմն մենք եթե խոսքը գնում է անցակետերի մասին, ապա հայ սահմանապահն է։ Չէ, սահմանն են պահում, չեմ ասում Շատ լավ, այդ հարցերին հերթով պետք է արձագանք լինի։ 102-րդ ռազմավազան դուրս է գալու, երբ որ սահմանը բացվի։ Դա հայ-ռուսական գործադիր իշխանությունների քննարկման առարկա է, այս պահին նման օրակարգ չեն քննարկում դա։ Ինչ? Օրենսդիրի շրջանակում չեն քննարկում։ Դե օրենսդիրի մասնակցությունը այս պահին այդ քննարկումներում չկա։ Չեղարկումները օրենսդիրը չէ, պիտի հաստատի այսպես թե։ Երբ որ գա խորհրդարան, ես սիրով կմասնակցեմ այդ քննարկումներին։ Այդ թուրքական սահմանը որ բացվի, ռուս սահմանապահներ են կանգնած լինելու, պարզապես ուզում եմ հեռանկարը տեսնել։ Այս պահին արդեն անցակետերում բոլոր Հայաստանի Հանրապետության անցակետերում կանգնած են հայեր մեր ԱԱԾ ներկայացուցիչները։ Այսինքն երկու պայմանագրեր են չեղարկվելու այսպես թե այնպես։ Կգան խորհրդարան, ես սիրով կմասնակցեմ այդ քննարկումներին, կհայտնեմ իմ դիրքորոշումը, քանի չկա այդ քննարկմանը։ Շատ բարի։ Եվ ամենավերջին հարցը, քանի որ պետությունները, ինստիտուցիոնալ պետությունները, դրա բոլոր կառույցները, բոլոր թևերը միշտ հաշվարկում են սցենարներ են ունենում տարբեր իրավիճակների զարգացման, եւ սա լավագույն տարբերակն է պատրաստ լինելու այս ամեն իրավիճակի զարգացմանը։ Ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծումը մինչև տարեվերջ որոնք են լինելու Հայաստանի գործողությունները, եթե Չինաստան-Թայվան պատերազմ սկսվի, ինչպիսին են գործողությունները լինելու այստեղ, մի նոր պատերազմ Իսրայելի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև, որ սցենարն է ըստ ձեզ այդ քննարկումների մեջ ամենահավաստին եւ այս պահին ամենատեսանելի։ Ես նման պատասխան միանշանակ չեմ կարող ունենալ, որովհետև դուք ասում եք Ռուսաստան-Ուկրաինա հակամարտություն, այնտեղ այնքան շատ գործոններ կան սկսած Թուրքիայում տեղի ունեցողից, վերջացրած Սիրիայում տեղի ունեցողը, վերջացրած հենց ձեր նույն ասած Չինաստան-Թայվան տեղի ունեցողից, ես կարող եմ ասել Հայաստանի Հանրապետությունը ինչ է անում, Հայաստանի Հանրապետության անվտանգությունը մենք ընկալում ենք որպես համալիր գործողությունների ցանկ, որը ոչ միայն ենթադրում է զենքի ձեռքբերում, նաև ենթադրում է զենքի ձեռքբերում եւ վարչապետն ասաց, որ արտաքին պարտքի մեծացումը հենց կապված է եղել զենքի ձեռքբերման, բայց մենք մեր անվտանգությունը նաև տեսնում ենք էներգետիկ, տնտեսական դիվերսիֆիկացիա է, որպեսզի մի կենտրոնում տեղի ունեցողը չազդի
ուղղակիորեն մեր էներգետիկ եւ տնտեսական անվտանգության վրա եւ մենք փորձում ենք գնալ դեպի հետեւյալ բանաձև տարածաշրջանում ստաբիլություն եւ տարածաշրջանում այնպիսի տնտեսական հոսքերի ապահովում, որ ոչ մեկին ձեռք չի տա, որ որևէ պետության ձեռք չի տա, որ Հայաստանի Հանրապետությունում եւ տարածաշրջանում այդ ստաբիլ փխրուն ստաբիլությունը փլուզվի։ Եվ Երաշխավորնելով է լինելու։ Ես կարծում եմ, որ երաշխավոր չի կարող լինել պետություն, երաշխավորը այն փողերն են, տնտեսական հոսքերն են, այն մեքենաներն ու գնացքներն են, այն նավթուղիներն են, այն հոսանքակիրներն են, որոնք անցնելու են եւ ապահովելու են մեծ կազմակերպություններին, տրանսնացիոնալ կազմակերպությունների ստաբիլությունը, տրանսկոնտինենտալ գլոբալիզմի մասին եք խոսում։ Գլոբալիստներ եք, ժամանակից ես մեղադրում էի սորոսական լինել վերջին գլոբալիզմի։ Իդեպ այդ սորոսականը ինձ համար շատ անհասկանալի մեղադրանք է, որովհետեւ նորմալ քարոզչական թեզ է։ Այո, բայց ուզում եմ մեր քաղաքացիներն առիթից օգտվելով հիշեցնել, որ Սորոսի գրասենյակն այսպես ասած բացվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Եվ աճել, զարգացել է Սերժ Սարգսյանի օրոք։ Պտուղները տվել են Նիկոլ Չեյասեն։ Արդյունքը տվել։ Ես բացահասարակություն հիմնադրամում չեմ աշխատել, բայց դիտարկել եմ ընտրություններ, որոնք բացարձակ ժողովրդավար չէին, որոնք այո, նաև ֆինանսավորվել են բացահասարակությունների հիմնադրամով։ Լավ է լինելու հաջորդ տարի։ Ես կարծում եմ, որ արդեն լավ է, որովհետև այն հռչակագրերը, որ Վաշինգտոնում ստորագրվել են, խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ես նաև կավելացնեմ աշխատակարգերի վավերացումը մեր խորհրդանի եւ Ադրբեջանի կողմից, սա այն կարևորագույն հիմնասյուներն են, որոնք ապահովելու են երկարաժամկետ խաղաղություն, որովհետև ելի եմ ասում, մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որը մշտապես դեմոնիզացվել է, ասել են, բայց ինչ հարևանությունում եք եւ այլն, բայց որը փաստորեն տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետաքրքրությունն է, բայց ստաբիլ վիճակում, որովհետև ինքը իրանից շատ մեծ կապուղի կարող է հանդիսանալ, տարածաշրջանը նկատի ունեմ, եւ իսկապես ես կարծում եմ, որ ստաբիլությունն այն երաշխավորը, տնտեսական հոսքերը, որոնք այո երկարաժամկետ խաղաղություն են ապահովելու։ Տիկին Ղազարյան, շնորհակալ եմ շատ թանկագին ռեսուրսը ժամանակը մեզ տրամադրելու համար։ Մեր հեռուստադիտողին հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալել է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի դեպ ինքնըստինքյան մնացեք մեր եթերում։